Այսօր տեղի ունեցավ կրթական տարվա ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը, որն ամենամյա ձևաչափով միավորում է Շիրակի մարզի դպրոցների ներկայացուցիչներին, մանկավարժներին և կրթության ոլորտի պատասխանատուներին։ Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը և ոլորտի այլ պաշտոնատար անձիկ։ Միջոցառման մեկնարկը տրվել է դպրոցականների կողմից տաղավարների ներկայացմամբ։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնող դպրոցի տնօրենը խոսեց ուսումնական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների, աշակերտական նախաձեռնությունների, տարբեր ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին։ Տաղավարների շրջայցից հետո տեղի ունեցել ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել անցած ուսումնական տարվա արդյունքներին, դպրոցների կատարած աշխատանքներին և կրթական գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։ Մենք մասնակցում ենք կրթական էքսպոյին, որտեղ ներկայացնելու ենք դպրոցի կառավարման լավագույն գաղափար անվանակարգը եւ այստեղ կան այնպիսի գաղափարներ, որոնք արդեն ուսումնական տարվա ընթացքում եւ դրանից առաջ էլ կյանքի են կոչվել, իրականություն են դարձել։ Մենք խոսելու ենք մասնակցային ղեկի մասին եւ նաեւ գաղափարների տնակն ենք ցույց տալու, որտեղ զետեղված գաղափարների շնորհիվ, որոնք մեզ տրամադրում են դպրոցի շահառու կազմակերպությունները, ինքնավար մարմինները, կառավարման խորհուրդ, ծնող խորհուրդ, մեր շրջանավարտները, սովորողները եւ համայնքի ներկայացուցիչները, մենք այդ գաղափարները դարձնում ենք իրականություն։ Քննարկվել են դպրոցների գործունեության արդյունքները, աշակերտների քննական ցուցանիշները եւ կրթական գործընթացի ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու խնդիրները։ Առանձին անդրադարձ է կատարվել առաջիկա ուսումնական տարվան։ Համակարգման արդյունք փոփոխություններ են տեղի ունենալու ու մասամբ նախարարության լիազորություններն ավելանում, մասամբ մարզպետարանի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է նախագծային ուսուցմանը, գիտեք, որ տարեկան 1 անգամ է պարտադիր պահանջ առնվազն, հիմա առնվազն կիսամյակում 1 անգամ է պարտադիր պահանջ, 7-ից 9-րդ դասարաններում ԿՏՃՄ առնվազն 1-ը, իսկ ավագ դասարաններում առնվազն 1-ը պարտադիր տարեկան պիտի լինի իր նախընտրած նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաներից։ Իհարկե նախագծային ուսուցման հետ կապված մենք բավական առաջընթաց ունենք եւ դպրոցները, ուսուցիչները բավական հմտացել են նախագծային ուսուցում իրականացնելու գործընթացում, բայց այնուամենայնիվ մենք որակական բավական լուրջ խնդիրներ ունենք եւ այս տարի պիտի կենտրոնանանք նախագծային ուսուցման բովանդակային կողմի վրա, որովհետեւ ֆորմալ կողմը արդեն լավ պատկերացնում ենք, որ ուսուցիչը պիտի ղեկավարի, պիտի պլան ունենա, պիտի հանդիպումներ ունենա։ Հանրապետության պետական չափորոշիչի մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է ավագ դասարաններին։ Ինչպես նշեցի, դպրոցական բաղադրիչն է բավական մեծացել ավագ դասարաններում եւ հատկապես նպատակային ուսուցման հետ կապված պիտի խնդրեմ շատ ուշադիր լինել, որովհետեւ տարեցտարի իհարկե նկատելի է, որ մեր սովորողները ավելի լավ են կողմնորոշվում, թե ավագ դասարաններում ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն, ինչ առարկաներ կուզեն ավելի խորացված ուսումնասիրել։ Հետևաբար դպրոցում պիտի իրականացվի այնպիսի աշխատանք, որը կլինի թե արդյունավետ, բայց թե հետաքրքիր երեխայի համար։ Առավել կարևորում ենք 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում նախագծային ուսուցման իրականացումը եւ արդեն սա պիտի լինի ոչ թե առարկայական նախագծային ուսուցում, այլ ավելի մետամակարդակի, ինչ-որ ավելի կարևոր հիմնախնդիրներ վերցնելով, տարբեր առարկաների շրջանակում այդ երևույթը ուսումնասիրելով, դիտարկելով։ Ներկայացվել են նախատեսվող նոր ծրագրերը, կրթական գործընթացին վերաբերող փոփոխություններն ու նորությունները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնց վրա առաջիկայում կենտրոնանալու են դպրոցներն ու կրթության ոլորտի պատասխանատուները։ Մենք որոշ խնդիրներ ենք նկատում, բնութագրիչներով հաճախ երեխաներից սկսում են բնութագրել կիսամյակի վերջում, ինչը նշանակում է, որ տեղական ժամանակ ծնողը հետադարձ կապ չի ունենում, այսինքն երեխան միավորներ տուն չի տանում, բայց ոչ էլ տեղեկատվություն է տուն տանում, թե որ առարկայից ինչ հաջողություններ, ինչ դժվարություններ ունի։ Եվ սա նշանակում է, որ ուսուցիչները ավելի մեծ հաճախականությամբ պիտի բնութագրիչներով երեխաներին բնութագրեն եւ ծնողներն էլ իրենց օրագրերում կտեսնեն, թե երեխան ինչ խնդիրներ ունի, ինչի վրա ավելի շատ կենտրոնանան եւ աշխատեն։ Նոր չափորոշիչի փոփոխության շրջանակում վերանայվել են նաև առարկայական ծրագրերը եւ չափորոշիչները, որոնք արդեն հրապարակված են եւ հասանելի են, եւ հաշվի առնելով, որ ուսուցիչները արդեն պիտի թեմատիկ պլանները կազմեն, պիտի առաջարկեմ, որ ուշադիր լինեք, որպեսզի ուսումնասիրվեն նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, որպեսզի թեմատիկ պլանները դրանց համապատասխան մշակվեն։
Նման տարեկան ամփոփիչ եւ նախապատրաստական քննարկումները կրթական համակարգում հնարավորություն են տալիս ոչ միայն գնահատել անցած տարվա աշխատանքը, այլև նախանշել հաջորդ ուսումնական տարվա առաջնահերթությունները, հաշվի առնելով դպրոցների ձեռքբերումները, խնդիրներն ու նոր կրթական ծրագրերի ներդրման գործընթացը։ Ի դեպ, միջոցառման կարևոր հատվածներից մեկը կրթության ոլորտում իրենց աշխատանքով առանձնացած անձանց խրախուսումներ։ Շնորհակալագրեր են հանձնվել լավագույն ճանաչված դպրոցների տնօրեններին, մանկավարժներին, հոգեբաններին, ինչպես նաև դպրոցական կրթության շրջանակում տարբեր ուղղություններով աշխատանք իրականացրած մասնագետներին։ Գայնե Հովհաննիսյան, Ռայա Լազարյան, Հայկ Գաբրելյան, այսօր։